Չհասկացա։ Ես ինչ հակօրինական տրամադրություն, ինչ եղել տղես։ Բայց ինչից ենթադրեցիր, որ բան է եղել։ Կիրակի օրը PlayStation չես խաղում։ Մտածում եմ, աստղագիտությունից պրոյեկտ են հանձնարարել։ Հա, բայց դու աստղագիտությունից լավ էիր։ Հա, բայց լավ չեմ այն մարդու հետ, ում հետ պետքա հանձնեմ այդ պրոյեկտը։ Վայ, բալես, ես քեզ կօգնեմ, ես գիտես ինչ լավ եմ աստղագիտությունից։ Բայց թող գիշերը կա նոր օգնեմ, հա։ Իդեպ կարաս գրես, որ աստղերը հայտնվում են գիշերը։ Սիրի, դու ավելի լավ գնա մի հատ երախում պաղպաղակ բեր, թող ուտի տրամադրությունը բարձրանա, լավ։ Աչքիս վրա, հեսա մաման քեզ նոտ համով մարոշնի կբերի։ Պապ մի հատ հարցամ, էլի։ Դու Սիրիի մեջ ինչն ես սիրում։ Դե ոնց ասեմ, տղես։ Մի քիչ կմեծանաս ինքդ կհասկանաս։ Չհասկացա, Սիրի, ես քեզ ասում եմ երախում մի հատ պաղպաղակ բեր, դու գնացել ես Սանտ Մարտինեի ամբողջ տեսականին ես բերել։ Վայ, մայիս, բոլոր հոգեբանները պնդում են, որ երեխային պետք է ընտրության հնարավորություն տաս։ Պապ ճիշտ է ասում։ Ու ես ընտրում եմ գնամ դասանեմ։ Ու մեկ էլ ես կոնը։ Այ, նորեկ։ Լավ, Սիրի, ուզում ես բաժակով ուտեմ քո կենացը։ Փիսիկս, շունիկս, պիզուլիկս, ցուլիկս, Զգաս։ աղիցիկս։ Ինչքան է պետք։ 200,000։ Պետք է գնամ գեղեցկության սրահ։ Ճիշտ են ասում էլի, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Այստեղի զոհն էլ եսը։ Վայ, կյանքս ախր ես քո համար եմ, չէ՞ սիրուն անում։ Ես մեկ-մեկ մտածում եմ սեփական գեղեցկության սրահ ունենանք ավելի էժան կպրծեմ, քան հիմա։ Շատ լավ միտք է կյանքս։ Լուրջ ես ասում։ Հա, կարանք ես մեր ներքևի խանութն ու սրճարան առնենք ու տեղը գեղեցկության սրահ բացենք։ Բայց տենց չի լինի։ Լավ էլի ցուլիկս, արյուծիկս, շունիկս։ Զգաստ, ասեցի չի լինի։